Հիմա շատ հետաքրքիր է, որ ասում են օրինակի համար հեռավոր գեղցու ակցենտով իրենց հեռավոր գեղից։ Հիմա ես իրանահայ եմ, բայց վերջին 10-12 տարին բնակվում եմ Միացյալ Նահանգներում։ Հիմա մի հատ թող ինքը որոշի այդ գեղը որտեղն է։ Իրանն է ինքը հեռավոր գեղ համարում, թե Միացյալ Նահանգներ։ Հավանաբար Միացյալ Նահանգներն է գեղ համարում։ Հիմա շատ տարօրինակ է, որ տասնյակ հազարավոր հպարտ քաղաքացիներ, որ գուցե իրենց է ձայնուն տվել, վերջինս 6-7 տարիների ընթացքում, 6 տարիների ընթացքում եւ հատկապես վերջին 2-3 տարիների ընթացքում ըստ պատերազմից հետո կամ ինձ տված ապագայի խոստումից հետո այդ ապագան թողած փորձում են Մեքսիկայի սահմանով այդպես անօրինական կերպով սահմանը հատեն, մտնեն այս հերավոր գեղը եւ այդ գեղը գերատասում են իր եւ իր ամուսնու խոստացած ապագային։ Կարծում եմ հիմա ինքը պիտի այդ պատասխանը տա, որ այդ ժողովուրդը իսկապես ինչպես է լինում, որ այդ իրենց խոստացած ապագան թողնում է, գալիս է այս հրավոր գեղը եւ այստեղ պատրաստ է ամեն տեսակ նվաստացման Միացյալ Նահանգների պես ասած պայմաններում անօրինական իմիգրանտի վիճակ ունենալ, գաղտնի ապրել առանց որևիցե հնարավորությունների, բայց մեկը փախչել այդ իրենց տված խոստացած ապագայից։ Փաստորեն գեղը շատ ավելի լավ տեղ է, քան իրենց կառուցած այդ երկիրը, որ իրենք հավակնում են ապագա կամ իրական Հայաստանը կամ ինչ գիտեմ ինչա։ Լավ, արդեն անցնենք մյուս հարցերին,